Բարև Ղարաբաղյան հակամարտության բանակցային կարգավորման ողջ գործընթացը, որի մասին նախկինում ենք պատկերացում եւ տեղեկություններ ունենում էինք այնքանով, որքանով նպատակահարմար կհամարեին բանակցող կողմերը եւ միջնորդները, այսօր գրեթե ամբողջությամբ բացվել է մեր աչքի առաջ էջ տողար տող։ Եկել նստել է մեր սեղանին եւ չի էլ հարցնում ենք պատրաստ ենք արդյոք նայել հայելուն, տեսնել մեզ եւ մեր բանակցածը։ Բայց հայելին չի ստում։ Եկել եւ ասում է նայիր եւ տես, ինչ ես բանակցել, ինչին ես համաձայնել, ինչն ես մերժել, ինչին ես ձգտում եւ ուր ես հասել։ Այլ հարց է թե մենք ինչպես ենք նայում այդ հայելուն հիմա։ Նայում ենք փոխադարձ մեղադրանքներով, արդարացումների աչքերով, թե ի վերջո որպես ավելի քաղաքականապես հասունացած հասարակություն եւ պետություն։ Մեր հասարակության եւ պետության աչքերը բացվեցին ինչ-որ չափով այն ժամանակ, երբ պատերազմն ավարտվեց, պատերազմից, պարտությունից եւ հետ պատերազմյան բարդ կարգավորումների շրջանից հետո առնվազն բացվեց մեր անվտանգությունը, տնտեսությունը բազմազանեցնելու մեր ջանքերի մեջ։ Հյուսիսից թեքվեցինք, հայացք ուղղեցինք ավելի ճիշտ դեպի արևմուտք, փորձեցինք ավելի ինտեգրվել եւ Եվրամիությանը եւ Միացյալ Նահանգներին դրա վերջին ամենաթարմ քայլերից մեկը Հայաստան-Եվրամիություն համագործակցության ռազմավարական օրակարգի ստորագրումն է։ Սրան զուգահեռ երկրի ներսում շարունակում է արդիական մնալ եկեղեցու հարցը, կաթողիկոս ներողություն եպիսկոպոսների հանդիպում վարչապետի հետ, եպիսկոպոսատ սպասվող ժողով, սպասվող ենթադրվող ուղերձներ եւ արձագանքներ, անորոշություն եւ նորից կրկնեմ սպասումներ։ Չմոռանանք, որ այս ամենը տեղի ունենում 2026 թվականի ընտրություններին ընդառաջ, որտեղ արդեն առաջի պլանում են հայտնվում քաղաքական ուժերը, իրենց ծրագրերը, նախընտրական հռետորաբանությունը եւ արտաքին ազդեցության դեմ դիմադրելու մարտահրավերը։ Սա ազատազրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները, այսօրվա զրուցակցից կանխատեսումները հիմնականում իրականանում են, չեմ հիշում իդեպ, որ ինչ-որ բան կանխատեսվի եւ չիրականանա։ Զրուցակիցս Հանուն Հանրապետություն կուսակցության նախագահ Արման Պապաջանյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք այսօրերի, թող որ մի փոքր կրկնվող, թե 2 օր է քննարկում է, բայց դեռ կարծում եմ բավական շերտեր կան, որի մասին կարելի է խոսել, բացահայտված այս բանակցային գործընթացի փաթեթից։ Դուք ինչպես կգնահատեք այդ փաթեթը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքական դիվանագիտական ժառանգություն։ Դե շատ է քննարկվել, վերլուծվել եւ տարբեր գնահատականներ արդեն հնչել են, մեծ հաշվով սա մեր նորագույն պատմության ամենածանր ժառանգությունն է եւ տոտալ ձախողումը մեր պետության, պետականության ըստ էության 94 թվականի մայիսի 12-ից հետո ամեն օրը կարող ենք ասել, որ եղել է մենք ավելի մոտեցրել ենք սեպտեմբերի 27-ին, 20 թվականի սեպտեմբերի 27-ին եւ ըստ էության ամեն օր ավելի անհնար դարձրել խուսանավելու կամ խուսափելու հնարավորությունը սեպտեմբեր 27-ից։ Այդ իմաստով դիվանագիտություն որպես այդպեսին կարող ենք ասել գոյություն չի ունեցել, մեզ առաջարկներ են բերել եւ մենք ուղղակի թմբիրի մեջ գտնվելով չենք կարողացել ամբողջությամբ գնահատել իրավիճակի լրջությունը, ամբողջ բեռը թողել ենք առաջնագծում կանգնած 18 տարեկան մեր երեխաների վրա, մենք ինչով ենք զբաղված եղել, թալան, ուրեմն կեղեքում, իրավունքների ոտնահարում, ազատազրկումներ, քաղաքական բանտարկյալներ, սպանություններ, էս է եղել մեր կյանքը։ Եվ այնտեղ քաղաքական պատասխանատուների այս ձախողման ամբողջ բեռը առաջնագծում իրենց կյանքով վճարել են մեր երեխաները, մեր զավակները։ Ըստ էության մենք ունենք մոտավորապես հաշվարկ, որ պատերազմի ավարտից հետո
մոտավորապես 6000 զոհ ենք ունեցել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։ Այսինքն ավելի շատ, քան պատերազմում մենք կորցրել։ Այսպես կոչված խաղաղ պայմաններում, երբ մենք եղել ենք այսպես կոչված հաղթող կողմը։ Բայց այստեղ կարևոր արձանագրումներ կան փաստաթղթերից անդին։ Ի վերջո 98 թվականի փետրվարին տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որտեղ կարմիր գծով գնացել է հետևյալ ուղերձը, որ Ադրբեջանը 2003 թվականից սկսելու է նավթի եւ գազի եկամուտները հաշվել անգամներով, եւ դա մեր վերջնաժամկետն է Ղարաբաղյան հարցը լուծելու։ Եվ ինչ է տեղի ունեցել մինչև այդ ժամկետը, խայտառակ իրողություններ 2003 թվականին մենք խորհրդարանական ընտրությունների հետ դրել ենք քննարկելու մի հարց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, որը տարածքային փոխանակում էր ենթադրում կամ տարածքային փոփոխություն էր ենթադրում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Այսինքն մենք իրավունք էինք վերապահում ազգային ժողովին, որ քվեարկությամբ կարողանային տարածքային փոփոխություն իրականացնել։ Այդ ժամանակ, երբ հարցնում էինք իշխանությանը, թե այս ինչի համար են այս փոփոխությունները, սահմանադրական փոփոխություններ 2003 թվականի մայիսին, ասում էին, որ Ղարաբաղը պիտի միանա Հայաստանին։ Քիվեստը որ թվին էր։ 99 թվականին էր։ 99-ից 2001 թվականը Քիվեստյան process-ն է։ Սկզբից տարածքների փոխանակում, որը հետո մոդիֆիկացվեց, դարձավ Քիվեստ։ Եվ ավելի այլանդակ բան ասեմ, իրականում տարածքների փոխանակման նախաձեռնությունը եկել է Երևանից։ Մեզ այդպիսի առաջարկ չի եկել։ Այդ առաջարկը մենք արել ենք Ռումինիայի նախագահին, որը պաշտոնական այցով այդ ժամանակ Հայաստանում էր, Ռոբերտ Քոչարյանի ընկերն էր, եւ պիտի այցելեր Բաքու, Ռոբերտ Քոչարյանը ուղերձ հղում Հեյդար Ալիևին, արդեն ընդհանուր պետության փաթեթը մերժելուց հետո, որ Երևանը պատրաստ է այսպիսի հարց քննարկել։ Եվ այդ պահից սկսում է Ռումինիայի նախագահան ուղերձը տանում է Բաքու եւ սկսում է այդ քննարկումները։ Դա մեզնից է դուրս եկել, բայց մենք ենք հորինել, թե Ռուսաստանից է եկել։ Ամեն դեպքում նախաձեռնությունը մեր կողմից է եկել, ասեմ ավելին, Արմեն Խարազյանը, որ վաղամերիկ այս դիվանագետն է ինձ պատմել, որ մենք Ստրոպ Թալբոթը, որը հոկտեմբեր 27-ի ամերիկացի դիվանագետն է, ով Երևանում էր, գնաց Ստամբուլ, հետո վերադարձավ, Ստամբուլյան գագաթնաժողովում ԵԱՀԿ-ի ճիշտ այս ժամանակահատվածում էր դեկտեմբերին, հոկտեմբեր 27-ից հետո Վարդան Օսկանյանը մոտենում է Ստրոպ Թալբոթին եւ խնդրում է, որպեսզի Ռուսաստան, Միացյալ Նահանգներ այդպիսի ձևաչափ կար ֆորումի ժամանակ, փակ ձևաչափով քննարկման ժամանակ, ուրեմն ամերիկացիները հասնեն նրան, որպեսզի դուրս բերեն օրակարգից տարածքների փոխանակման Հարցնում եմ, բայց չէ որ դուք Թալբոթը ասում ես, ձեր նախաձեռնությունն է եղել, ինչի եք մեզ խառնում այս պատմության մեջ։ Եվ սա մեր դիվանագիտության ամբողջությամբ էությունն էր եւ մերկացնում էր ամբողջ այդ դիվանագետ կոչվածների Բայց այդտեղ նաեւ պատասխանը կա, չէ, որ ասում է, սա ձեր նախաձեռնությունն է, ինչու եք մեզ խառնում, պատասխանը չի, որ դա մերը չի։ Հյուսիսից է եկել։ Այո։ Հիմա ինչու է այսքան ակտիվ իշխանություն ընդդիմություն այս հակադրությունը Քիվեստի փաստաթուղթը ինչու չկա, ինչու կա։ Մի մասն ասում է, որ այդպիսի փաստաթուղթ կա, ինչու չեք հրապարակում, մյուս մասն ասում է, չգիտեմ, դա դավադրություն է։ Վստահ եմ, որ կառավարության ինչ որ մի կամ արտգործնախարարության մի որևէ կաբինետում այդ ամբողջական օրիգինալ այդ փաստաթղթերը կան, եթե չկան, ամերիկացի գործընկերներին կարելի է հանգիստ դիմել եւ ամբողջ արխիվը ստանալ։ Իդեպ Քերի Քավանոնով ԵԱՀԿ Միսկի խմբի ամերիկացի համանախագահն էր, ընդամենը տարի ու կես առաջ հարցազրույց էր տալիս եւ ասում էր, որ ես իրավունք չունեմ բացահայտել, այնտեղ շատ լուրջ գաղտնիքներ կան եւ ակնարկում էր, որ գաղտնիքները վերաբերում են այն երկրներին, ում ազգային շահերն էին շոշափում, այն պայմանավորվածություններն ու համաձայնությունները, որոնք տեղ են գտել այդ
համաձայնության մեջ ու դա Հայաստանին էր առնչվում, որտեղ հասկանում էր, որ բացահայտումը կարող է Հայաստանում ներքաղաքական դրջագույն process-ներ գեներացնել։ Եվ դա ասում էր իմ գործը չի։ Հետևաբար, եթե մեզ պետք է ամբողջական փաթեթը, իսկ այդտեղ ինձ բուն առաջարկը չի հետաքրում, որը հրապարակվել է պատգամավորներից մեկի Facebook-յան էջում, այլ այն խոսակցությունը, որը Հայաստանը հնարավորություն է ընդհանրապես հնարավոր է դիտարկել սեփական երկրի տարածքային ամբողջականության հաշվին այլ երկրի տարածքում ինքնորոշման հարցով առաջացած ուրեմն կոնֆլիկտ լուծել։ Սա ամենազազրելի երևույթն է, որի վերաբերյալ իդեպ ասեմ թուրք դիվանագետների հետ եմ խոսել ու ասել են մենք չէինք կարող պատկերացնել, որ մի երկիր կգտնվի, ով պատրաստ է այլ հակամարտության կարգավորման շրջանակում սեփական պետության նույնիսկ մի սանտիմետր քննարկման առարկա դարձնել։ Ես ամերիկացիների հետ եմ խոսել, ովքեր ուղղակի չէին հասկանում, թե Հայաստանը ինչ է անում։ Դա մենք կարող էր սեփական պետության, սեփական սահմանների, սեփական տարածքային ամբողջականության նկատմամբ ընդհանրապես որևէ վերաբերմունք չունեցող գործիչը քննարկման այդպիսի մասնակից դառնալ։ Էլ չեմ ասում թույլ տալ, որ այդպիսի տարբերակ ընդհանրապես քննարկվի։ Լավ, մյուսը այս 2019 թվականի Յակառաջարկ մերժել այս հարցում իշխանություն ընդդիմություն, այսպես քաղաքական Ես գիտեմ ինչի է այդ քննարկումը ինչի համար է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ես եղել եմ ազգային ժողովում եւ Նիկոլ Փաշինյանը եկել 2019 թվականի առաջարկը այդտեղ իր ելույթում պատերազմը սկսել էր արդեն եւ մենք պիտի ռազմական դրություն հայտարարեինք ազգային ժողովում։ Հիշում եք այդ ելույթները ԲՀԿ-ից եւ Լուսավոր Հայաստանից։ Եկել էր Նիկոլ Փաշինյանը, ասում էր, «Էս է առաջարկը։ Մենք հենց հիմա կարող ենք պատերազմական գործողությունները դադարեցնենք»։ Եվ առաջարկը կայանում էր նրանում, որ մեզ անվտանգության գծով ամբողջ տարածքները պիտի վերադարձնենք անհապաղ Ադրբեջանին եւ մնում էր լղիմը բացառապես ուրեմն Լավրովյան պլանից ավելի վատ տարբերակ էր, որտեղ պատերազմական գործողությունները արդեն սկսվել էին։ Մենք կարող ենք այդ ժամանակ կասեցնել, ես իրավունք չունեի ելույթ էին ունենում միայն ֆրակցիաների ղեկավարները։ Եվ ԲՀԿ-ն եւ Լուսավոր Հայաստանը ասել են միջև վերջ պիտի գնանք եւ պիտի պատերազմենք, միջև վերջի կաթիլ արյունը պիտի հեղենք եւ մի անգամ մեկ ընդմիշտ այս հարցը պիտի լուծենք։ Գնացեք ելույթները նայեք եւ Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների։ Նիկոլ Փաշինյանի ելույթը ամբողջությամբ արտացոլել է 19 թվականի առաջարկը։ Այդտեղ ոչ մի նորություն չկա։ Այդտեղ ոչ մի նոր բան չկա Լավրովյան պլանից, որին այսքան հղում են անում, իբրև մի հրաշագործ առաջարկ են բերել միջնորդները, այդպիսի բան չկա։ Ամեն տարի ավելի վատ առաջարկ է եղել, իսկ դուք գիտեք Կազանից հետո Հայաստանը ընդհանրապես որևէ առաջարկի վերաբերմունք չի դրսևորել, քանի դեռ միջնորդները չեն կարողացել Ադրբեջանից գոնե բազային որևէ համաձայնություն բերել։ Իսկ Ադրբեջանը որևէ պատճառ չուներ, արդեն իրենց թիկունքում ունեին Ռուսաստանին, որը զուգահեռ տրակ էր ապահովում Մինսկի խմբի գործընթացի հետ։ Կար Մինսկի խումբ եւ կար երակողմ ձևաչափ, որտեղ Ադրբեջանը եւ Ռուսաստանը միասնաբար էին գործում ընդդեմ Հայաստանի։ Ռուսաստանն էլ լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր զինում էր հարձակողական զենքով, միջև ատամները զինում էր Ադրբեջանին։ Այդ գիտակցությունն էր Սերժ Սարգսյանի նամակի հիմքում, հա, Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ հիմա հրապարակել։ Ես շատ նույնիսկ լավ եմ վերաբերում, որ այդպիսի աղերսագիր է հղել Սերժ Սարգսյանը Պուտինին։ Սեփական պետության, սեփական ժողովրդի անվտանգության համար կարելի է ցանկացած այդպիսի կոչով դիմել, չգիտեմ, աղերսագրով, գաղտնագրով, բայց բաղալ հետո ժողովրդին այդ պաթոսախեղտ մաքսիմալիստական այդ հայտարարությունները անել, ասել, որ մենք ապրիլյան պատերազմ ենք հաղթել, ասել, որ մենք ամենամարտունակ բանակն ունենք, ասել, որ մենք միլիարդավոր զենքերի, միլիարդավոր դոլարների զենք ենք գնում, ասել, որ ոչինչ Ժողովուրդ ջան, մի քիչ էլ սպասեք, ճանապարհները կսպասեն, բայց մենք կարևոր բան ունենք, Ղարաբաղ։
զուգահեռ այդ նամակին, եթե դու այն կարևոր տնային աշխատանքը չես կատարում, բանակի վիճակը չես ճիշտ գնահատում եւ գործողություններ չես ձեռնարկում, որպեսզի թույլ չտաս, որ այդ պատերազմը տեղի ունենա։ Ամբողջ հույսը դնում ես Ռուսաստանի վրա։ Իդեպ նույն սխալը մենք նաև հեղափոխությունից հետո Հայաստանը արեց, երբ 2018 թվականի հուլիսին վարչապետը ուղղակի հայտարարեց, որ եթե Ռուսաստանը չուզի, Կովկասում պատերազմ չի լինի, այսինքն պատերազմի եւ խաղաղության ամբողջ բեռը դրեց Ռուսաստանի վրա։ Դրանով նախ մենք շատ լուրջ հարված հասցրինք Միացյալ Նահանգներին եւ Ֆրանսիային, որոնց դերակատարությունը ուղղակի թերագնահատեցին։ Լավ, հիմա կանք արդեն Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը, սկզբում խոսենք Եվրամիության հետ կնքված այս ստորագրված փաստաթղթի մասին, ռազմավարական օրակարգի, հետո նաեւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առաջիկա զարգացումների, բայց փոքր դադարից հետո կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ Զրույցներ Նյուզի եթերում, ես զրուցում եմ հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ, պարոն Բաբաջանյան, մենք հասանք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու հասկանալի է հեղափոխությունից հետո քայլ առ քայլ ինտեգրման գործընթաց, չգիտեմ, Եվրաքվե, ազգային ժողովում ընդունված օրենք, հիմա այս գրված փաստաթուղթը սա ինչ է ենթադրում, տարապես ինչ նշանակություն եւ հեղափոխությունից հետո չի։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո սրանք հիմնարար տարբեր բաներ են։ Հեղափոխությունից հետո մենք քաղաքական կուրսի փոփոխություն չենք ունեցել, ես ելույթ եմ ունեցել ազգային ժողովում, ազգային ժողովի նախագահ, փոխնախագահ ասում էին, որ ժողովուրդը մեզ չի պատվիրակել ազգային արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն։ Դե այդ ժամանակ էլ հայտարարում էր, որ կտրուկ շրջադարձը չեն լինելու, մինչև արդեն բանակը, այո, հասավ ոսկորին։ Եվ բնականաբար այն ինչ տեղի է ունենում, ուղղակիորեն կապված է նաև մեր զրույցի առաջին հատվածի հետ։ Այս բոլորը անհնար կլիներ, եթե Ղարաբաղի հարցում մենք չունենայինք այս ողբերգական զարգացումները, որոնք մենք նաև խիզախություն ու համարձակությունը չենք ունեցել այսքան տարիներ այդ ճշմարտությունը լսելու, ընկալելու եւ դրանից բխող գործողությունների գնալու։ Ի վերջո հասկանում ենք, որ դեռևս 91 թվականին Հայաստանը ճանաչել էր Ալմաթիի հռչակագրով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ի վերջո 91 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեն Հայաստանի անկախության ամենավերջի սահմանը տեղ գյուղն է եղել։ Դրանից անդին ոչ մի հանրաքվե տեղի չի ունեցել։ Մենք այդ հանրաքվեով արդեն ճանաչել ենք Արցախը Ադրբեջանի կազմում։ Այս իրողությունները պիտի մի անգամ եւ ընդմիշտ առերեսվենք, խոսենք եւ անցնենք առաջ թե ոչ։ Իսկ ինչ վերաբերում է այս համաձայնագրերին, սրանք մեր երազանքն են եղել։ Եվ 2024 թվականի ապրիլի 5-ի ուղիղ հետևանքը։ Ովքեր էին դեմ ապրիլի 5-ին։ Հայաստանի ներսում շատ որոշակի քաղաքական շրջանակներ, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, որտեղ սա Հայաստանին ճանապարհ էր բացում զարգացման։ Սա Հայաստանի սուբյեկտայնության դուռ ու պատուհան էր բացում։ Եվ զարմանալիորեն ամերիկացիները ավելի առաջ ընկան։ Ապրիլի 5-ից հետո մենք ռազմավարական գործընկերության կանոնադրություն կնքեցինք այս տարի հունվարի 14-ին Միացյալ Նահանգների հետ եւ տևական ժամանակ ուշանում էր նաեւ այս փաստաթուղթը այն լայն շրջանակ տնտեսության, դիմակայունության, կիբերամտանգության եւ իհարկե պաշտպանունակության ու անվտանգության հարցերին վերաբերող համագործակցության շրջանակը Եվրամիության հետ կնքված։ Եվ այս ամենի հիմքում մեր ստորագրահավաքը Եվրաքվեի ստորագրահավաքը մեր գործընկեր կուսակցությունների քաղաքասարակության շատ նշանավոր գործիչների մասնակցությամբ մենք կարողացանք բերել այդ փաստաթուղթը սկզբում իշխանությունները դեմ էին այդ մեր նախաձեռնության, ասում էին դուք մեր թիկունքից խփում եք, հետո այդ օրակարգը նույնիսկ յուրացրին, սեփականացրին, շատ գոհ ենք, շնորհակալ ենք, ընդունեցիք այդ օրենքը, հիմա հաջորդ քայլերին ենք սպասում։ Որն է հաջորդը։ Այլևս կարծում եմ ոչ մի բան չի խանգարում, որպեսզի հակառակը ես կարծում եմ, որ հաջորդ քայլը եւ նայում եմ, որ անդամության տեխնացու այլ երկրներ հենց այդպես են վարվել, ստացել են ռազմավարական գործընկերության իրենց մանդատը եւ դիմել են այլևս անդամակցության, որպեսզի շատ արագ մեզ ճանաչեն որպես տեխնացու երկիր եւ մենք կարողանանք 2030 թվականի անդամակցող
երկրների խմբում հայտնվել, ինչի վերաբերյալ նախորդին Հովսեփ Խուրշուդյանը Բրյուսելում հարց էր տվել եվրոպացի պաշտոնին, ասում էին, որ ամեն ինչ հնարավոր է, կարևորը տեսնել թե երկիրը ինչ արագությամբ եւ ինչ որակով է իրականացնում։ Երկիրը պիտի դիմի, նախ պիտի եւ չափանիշները եվրոպական ստանդարտներին հասցնի, որպեսզի մենք կարողանանք, այսինքն ամեն ինչ հնարավոր է, կարևոր է թե մենք ունենք ներքին ցանկություն այդ փոփոխություններին հասնելու։ Դրա համար անհրաժեշտ է որ մենք նախ ասոցիացիան համաձայնագիրը արագ վավերացնենք, ինչը ընդհանրապես դժվարություն չի ներկայացնում, բայց պիտի բանակցենք, դրանից առաջ պիտի ԵԱՏՄ-ից դուրս գանք, հապկից պիտի դուրս գանք, այսինքն դրանք ֆունդամենտալ ես փաստաթղթերը ստորագրել ենք պաշտպանության անվտանգության հարցեր բաղադրիչը ունի եւ այստեղ էլի կարող է ինչ որ բաներ առաջանան, հա, այդ ռուսական կառույցներում գոյություն ունեցող մինչդեռ նախորդին Տաշկենտում գիտեք հանդիպում էր Բիշկեկում ներողություն Ղրղստանում եւ Ռուսաստանի նախագահը ասում էր որ Հայաստանը չի մասնակցում, բայց որևէ խոչընդոտ չի ստեղծում փաստաթղթերի համար, հետեւաբար մեզ շատ նորմալ է որ Հայաստանը չմասնակցի, ընդհանուր մինչև Հայաստանի դեմ կարող է որոշումներ կայացվեն։ Ես հասկանում եմ իշխանությունը փորձում է զգուշավորել, հա, ասենք դեպի Եվրամիություն եւ Ռուսաստանից մի փոքր հեռանալ, այսպես է ռիսկերը պիտի գնահատենք, պիտի տեսնենք հիմա մնալն է ավելի ռիսկային, թե դուրս գալն է ավելի ռիսկային, որովհետեւ մեծ հաշվով են պայմանավորվածությունները, որոնք բխելու են այս հռչակագրերից։ Արդեն գետնի վրա մեզ հնարավորություն չեն տալու միաժամանակ օրինակ մնալ հապկում եւ հետախուզական տվյալներ ստանալ Եվրամիությունից հարևանության գալիս ենք եւ կամ-կամի եւ մենք կանգնելու ենք այդ ընտրության առջեւ։ Լավ, իսկ Միացյալ Նահանգների հետ այդ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրումից եւ TRIP-ի նախագծից հետո հիմա ինչ ընթացքների մեջ են։ Ես ասեմ, որ այդտեղ գիտեմ, որ Միացյալ Նահանգները ահռելի ես նոր եմ եկել, երեք եմ ժամանել, ահռելի օրակարգ է ձևավորվել, աշխատանքային խմբեր են արդեն գործում եւ հայկական կողմից եւ Միացյալ Նահանգների կողմից եւ Հայաստանը պիտի հասցնի ուղղակի այդ օրակարգի հետևից գաղափարներ առաջարկել։ Հիմա միջև տարեվերջ նախորդին Թուրքիայից շատ կարևոր հայտարարություն եղավ, որ 6 ամսվա ընթացքում կարող է ցամաքային սահմանը բացվել Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Բլումբերգը այդ լուրը տարածեց, ինչը մի քանի հարցեր է առաջ բերում։ Թուրքիան վերջին հայտարարությունները գոնե նրա մասին էին, որ միջև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը չստորագրվի, որտեղ նախաստորագրությունը իրենք համարում են, որ դեռևս գործընթացը չի ավարտվել, մենք չենք կարող առաջ անցնել։ Երեկվա հայտարարությունը ըստ էության մի բանի մասին է, կամ խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է մինչև 2026 թվականի հունիսի 7-ը, մինչև ընտրություններ, եւ դրա արդյունքում բացվելու է այդ սահմանը, կամ այլևս Թուրքիան որևէ կերպ չի պայմանավորում Թուրքիայի սահմանի բացումը Ադրբեջանի հետ Հայաստանի, որն է ավելի հավանական։ Ես ասեմ, որ Միացյալ Նահանգները ինտենսիվորեն հիմա աշխատում է Թուրքիայի հետ եւ մինչեւ տարեվերջ չի բացառվում, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Սա կլինի իրապես պատմական։ Տերմինները շատ կարևոր են։ Հնարավոր է, հավանական է, թե չի բացառվում։ Ես ասեմ, որ ինտենսիվ աշխատանք է այդ ուղղությամբ իրականացվում եւ ես շատ մեծ հույս ունեմ, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անմիջապես հետո նաև երրորդ երկրի քաղաքացիների համար մենք 2026 թվականի հունվարից կունենանք այլևս սահմանը բաց։ Այս մասին արդեն լուրջ քննարկումներ եւ զարգացումներ կան, կրկին հուսանք, որ հենց այդ ճանապարհով կգնա։ Շատ կարեւոր է, որ TRIP-ի այս ամբողջ պայմանավորվածությունների մեջ Թուրքիան եւս մասնակցություն ունենա եւ դերակատարություն ունենա։ Իրեւ Թուրքիան շատ նեղված էր, որ քննարկումներին եւ բանակցություններին իրենք որևէ կերպ չմասնակցեցին TRIP-ի։ Եվ զարմանալիորեն Հայաստանի ներսում հիմնական դիսկուրսը նա է, որ մենք թուրքերին ենք տվել, Թուրքիան ինքը վիրավորված է, որ TRIP-ի մեջ որևէ դերակատարություն չունի, ավելին հիմա փաստորեն Եվրամիությունը ֆինանսական բեռն է վերցնում իր վրա TRIP-ի իրականացման, նաև Թուրքիային այդտեղ հնարավորություն չտալով որևէ մասնակցություն, իսկ փող տվողը հիմնական ազդեցությունը նաև շահերը իրենք են առաջ մղում։ Իհարկե, մեզ համար հիմա չափազանց կարևոր է, որպեսզի Թուրքիան ավելի ու ավելի մերձենա Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին, Միացյալ Նահանգներին, ում հետ մենք ունենք շատ լավ հարաբերություններ եւ կարողանում ենք այդ հարաբերությունները օգտագործել
Թուրքիային հակելու Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Միացյալ Նահանգների հետ միայն այդ աշխատանքային խմբերի մակարդակով է Առաջիկայում 2026 թվականի գարնանը շատ կարևոր բարձրաստիճան պաշտոնյայի երկու պաշտոնյաներից մեկի այցը տեղի կունենա, կամ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգա Հայաստան, կամ փոխնախագահ Դիվենսը։ Վենսը, ասեմ ձեզ, ընդհանրապես Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս այս միջին միջանցքի հեղինակն է, որի հետ Հայաստանի վարչապետը Փետրվարին այս տարի ունեցած իր կարճ զրույցի ընթացքում ըստ էության Միացյալ Նահանգների ահռելի հետաքրքրություն առաջացրեց այս տարածաշրջանում։ Այդ հանդիպումն է եղել առանցքայինը։ Եվ իհարկե մենք աջակցելու ենք այս ջանքերին եւ ուզում ենք, որ Հայաստանի իշխանությունները համապատասխան կոմպետենցիա, համապատասխան արագություն եւ որակ կարողանան ապահովել, ինչը չենք տեսնում, որտեվ այս մեմորանդումները, հռչակագրերը պիտի արագ պայմանագրերի տեսք ստանան։ Ես տեսնում եմ, որ ահռելի աշխատանք է կատարվում, որպեսզի ամերիկահայության նաև ջանքերը կարողանանք ներգրավել այս աշխատանքներին, Nvidia-ի այդ պայմանավորվածությունը 500 միլիարդով չի սահմանափակվելու, 500 միլիոնով չի սահմանափակվելու։ Երկրորդ դրա ֆազան մոտավորապես 2 միլիարդ դոլարի հավելյալ ներդրում է բերելու ամբողջ Հայաստանի տարածքով արհեստական բանականության այդ կլաստերները կառուցելու համար։ Իսկ դրա նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջ բերել հայ համայնքը։ Ես առնվազն 120 միլիոն նախնական ներդրում անելու հանձնառության մասին եմ իմացել մի շրջանակի հետ, որոնք որ այդ գումարը կարողացել են։ Այդտեղ հայ համայնքում այսպես երկրատրած ծիծաղ չի, ավանդական կառույցներ եւ ասեմ ձեզ, որ ինտենսիվ այդտեղ հայ դատը աշխատում է բոլոր պայմանավորվածությունները խափանելու ուղղությամբ, բայց ի պատիվ մեր դեսպանի եւ ի պատիվ այն լոբիստական ջանքերի, որոնք որ պետության եւ պետականության կողքին են, այս պայմանավորվածությունների օգոստոսի 8-ի պայմանավորվածության կողքին են, մեզ հաջողվում է նաեւ թույլ չտալ, որպեսզի ամերիկյան քաղաքականությունը այս կամ այն կերպ շեղումներ ունենա։ Ասեմ, որ նաեւ այս նոր մեր ձևով շարժման, այս նոր քաղաքական կամ կիսաքաղաքական, քվազի քաղաքական այս նոր շարժումները Ամերիկայում ահռելի փողեր են դրել Հայաստանի դեմ ուրեմն քարոզչական արշավ մեկնարկելու համար այդ Ամստերդամ կոչված փաստաբանը ուղղակի ամենօրյա ռեժիմով Հայաստանի դեմ լուտանքներ է պատվիրում տարբեր թերթերի, ամերիկյան թերթերի, լրատվամիջոցների ջանքերով եւ այս ուղղությամբ եւս կարծում եմ ահռելի աշխատանք կատարելու Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը աշխատում է Mercury լոբիստական կազմակերպության հետ, գիտեք, բյուջեով մենք ամսական նույնիսկ $50,000 գումար ենք վճարում այդ կազմակերպությանը եւ այս հաջողությունները նաեւ իրենց ջանքերով է եւ դա բավարար չէ։ Ամերիկայի հայկական համագումարը կարծում եմ այլ լոբիստական ջանքեր, Ջեյմս Թուֆենկյանի, Թիմ Ջեմալի այս աշխատանքները եւ առանձին փորձագիտական խմբերի աշխատանքները չափազանց կարեւոր են։ Այդ թվում նաեւ Նուբար Աֆեյանին պիտի հատուկ շնորհակալություն հայտնենք, որը նաեւ ֆինանսավորում է հայկական լոբիստական այն ջանքերը, ովքեր հասկանում են, որ կարելի է ունենալ համաձայնություններ գործող իշխանությունների հետ, բայց Հայաստանի հետ չի կարելի ունենալ համաձայնություն եւ պետք է օգնել, որպեսզի Հայաստանը կարողանա այս վիճակից դուրս գալ, իսկ օգոստոսի 8-ի եւ նախորդային դեկտեմբերի 3-ի այս պատմական փաստաթղթերը Հայաստանին ուղղակի սուբյեկտայնությունը վերագտնելու, իր արժանապատվությունը վերականգնելու, ուժերը ուրեմն կուտակելու եւ տարածաշրջանում կարևոր դերակատար դառնալու իրապես հնարավորություն են։ Մեկ-երկու հարցով էլ անդրադառնանք ներհայաստանյան զարգացումներին, հասկանալի է խոսքը եկեղեցու մասին է, դուք էլ եկեղեցուց ես ինչքան գիտեմ շատ լավ տեղեկացված եք։ Վարչապետի հետ հանդիպումից սպասվող եպիսկոպոսատ ժողովից ինչ ուղերձներ սպասել եւ ինչ արձագանքներ սպասել, հիմա ինչ է կատարվում, մենք մինչեւ հիմա խոսում էինք եկեղեցու շուրջ ստեղծված վիճակի մասին, հիմա ավելի շատ կարծես թե եկեղեցու ներսում կատարվողի մասին։ Որովհետեւ խնդիրը այլևս պետություն եկեղեցի հարթության մեջ չի։ Եկեղեցի հարթության մեջ է։ Ըստ էության եպիսկոպոսները
հստակ ցույց են տվել, որ իրենք համաձայն չեն այս ընթացքի հետ եւ առնվազն 10 եպիսկոպոս, իսկ հայ եկեղեցին ունի 50-ը։ Ամեն 5-րդ եպիսկոպոսը դեմ է այս ընթացքին։ Ամեն 5-րդ եպիսկոպոսը վեհապարին ասում է դու պիտի հանգստի գնաս։ Այսինքն համաձայն չէ այս քաղաքականությանը եւ այս որոշումներին, այս կարգալուծություններին, այս ամբողջին։ Եվ ես ինչպես ձեզ ավետում էի շաբաթներ առաջ, որ տեղի ունենալու այդ հանդիպումը, որ այդ եպիսկոպոսները գտնվելու են 10 եպիսկոպոս չի, շատ ավելին են, հույս ունեմ, որ առաջիկայում իրենք եւս իրենց մասին իմացնել կտան, առաջիկայում Գերմանիայի թեմի առաջնորդը հաստատ կմիանա, առաջիկայում Գեղարքունիքի թեմի առաջնորդը կմիանա, բայց դրան զուգահեռ նաեւ Ռուսաստանից ահռելի հիմա քայլեր են իրականացվում, որպեսզի առաջիկա եպիսկոպոսած ժողովի ժամանակ հնարավոր չլինի ուրեմն բեկում մտցնել այս գործընթացի մեջ եւ հիմա զուգահեռաբար փաստորեն արտասահմանի առաջնորդներին եկեղեցու թեմերի առաջնորդների նկատմամբ մեծ ճնշում կա թույլ չտալու նրանց որպեսզի իրենք միանան ուրեմն այս եպիսկոպոսների ջանքերին եկեղեցին այս վիճակից դուրս բերելու Եվ գիտեմ, որ Հայաստանի ներսում այն թեմակալ առաջնորդները, որոնք հայտարարել են, որ իրենք գտնում են, որ այսպես այլևս հնարավոր չէ շարունակել, թեմերի քահանաներին, ամուսնացյալ քահանաներին ուղղակի ահռելի ազդեցություններ են փորձում, այդ թվում նյութական շահագրգռող, որպեսզի իրենք դուրս գան այդ եպիսկոպոսների դեմ եւ այդ նամակներով ուրեմն նաեւ ամրապնդեն կաթողիկոսի Գարեգին II-ի դիրքերը, որ տեսեք ձեր քահանաների դուք չեք ներկայացնում, ձեր քահանաները դեմ են ձեր այսինքն նոր լարումներ առաջիկայում այսինքն լինելու են լարումներ, բայց ելի կարծում եմ, որ քաղաքական իշխանությունը մաքսիմալ պիտի իրեն զերծ պահի այս process-ներից եկեղեցին պիտի ինքը իր ներսում ուժ գտնի այս իրավիճակից դուրս գալու։ Ես շատ ուրախ եմ եւ աջակցում եմ, զորակցում եմ այն եպիսկոպոսներին, ովքեր հասկացան, որ պետության կողքին պիտի լինեն եւ այն ինչ տեղի է ունենում եկեղեցում, ուղղակի եկեղեցու մասին չի։ Դա հայկական պետականության գոյության, հարատևության հարցն է եւ այս պահին շատ ավելի խորքային գործընթացներ են, որոնք ընդհանրապես հավատքի եւ եկեղեցու հետ կապ չունեն։ Ու մենք պիտի այսպես գրկենք այս եպիսկոպոսներին, նրանց ուժ, կարողություն, ավյուն հաղորդենք, նաեւ որպես քաղաքական դաս, նաեւ պետությունը իր բոլոր կառույցներով եւ հնարավորություն տա, որ հենց եպիսկոպոսները առաջնորդեն եկեղեցու առողջացման այս գործընթացը եւ ես առաջի օրից համոզված եմ եղել, որ արտաքին որևէ այլ ներգործություն, իրավական գործընթաց եւ այլն չի կարող հաջողել։ Հիմա ես հավատացած եմ, որ այս եպիսկոպոսների թիվը պիտի ավելանա եւ հենց իրենք էլ պիտի դառնան առողջացման, այս վիճակի հաղթահարման ուրեմն պատասխանատու իշխանները ավետարանը ասում է եպիսկոպոսը եկեղեցու իշխանն է, իսկ կաթողիկոսը եպիսկոպոսը է, ուղղակի եպիսկոպոսների մեջ առաջինը։ Ուրեմն եպիսկոպոսները կարող են հանգուցալուծել ու փառք Աստծո, որ գտնվեցին այս առաջամարտիկ եպիսկոպոսները, ովքեր խիզախություն ունեցան, չվախեցան եւ չնայած այս ահռելի ճնշումներին շարունակում են աներեր մնալ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Ֆրիզի եթերում ես զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Կհանդիպենք։